Ազգային ժողովի բակում ենք, այսօր լսումներ են անցկացվում, դուք երկու օր առաջ հայտարարեցիք, որ կլինեք դատախազության մոտ, նստացույց եք անում Օմրիդյանի համար, հիմա էլ շարունակում եք այստեղ, խնդրեմ, ինչ ունեք ասելու, փոխանցելու, մոտենում են քաղաքացիները ինքը։ Հանրային աջակցություն կա, քաղաքացիները անծանոթ մարդիկ մոտենում են, հարցնում են, իրենց աջակցությունն են հայտնում։ Այսօր այստեղ գալու նպատակն էր, որ ազգային ժողովում քաղբանտարկյալների վերաբերյալ լսումներ են իրականացվելու հանրային, եկել ենք այսօր այստեղից իրազեկելու, հիմնականում լինում են գլխավոր դատախազության շենքի մոտ, վաղվա համար արդեն լրացուցիչ իմ Facebook-յան էջում կհայտարարեն, թե որտեղ են գործողություններ, նորոներ, թե առայժմ նստացույց ենք իրականացնում, ընթացքում ըստ իրադարձությունների զարգացման գործողությունների պլանը կփոխվի օրենքի սահմանների մեջ։ Բայց ունեք այդպիսի։ Այո։ Սա աննախադեպ բան է, ինչ կասեք գործի երևույթի մասին։ Ոչ մի նախագահների օրոք այսպիսի քաղաքական բռնաճնշումներ չեն եղել, ինչքան ակցիաներ, ցույցեր եղել են, կանայք իրենց առավելագույնս թեկուզ բաց որ դրսևորել են օրենքի սահմաններից դուրս, իշխանությունները իրենց նկատմամբ բացառիկ վերաբերմունք են ցուցաբերել, այս ուղղակի բոլոր կարմիր գծերն անցել են ու առավել եւս երբ ահաբեկչության նախապատրաստում հոդվածով տղամարդկանց բաց են թողում եւ Լիդիան շարունակում է մնալ անազատության մեջ, սա ուղղակի կոշտ քաղաքական գնահատականի պետք է արժանանա հանրության կողմից, որպես այս իշխող ուժը հասկանա, որ իրենք միակը եւ անկրկնելին չեն ու մեկ-մեկ իրանց քթին տվող էլ կա։ Շնորհակալություն։